Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ այս պահին մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին մենք կինետիկա հաղորդումն ենք սկսում եւ մեր տաղավարում է Աստղիկ Գալստյանը, Modenzi բրենդի հիմնադիր։ Աստղիկ ջան, բարև ձեզ։ Ողջույն Մոնիկա ջան։ Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ դուք ժամանակ եք հատկացրել ու մեր տաղավարում եք։ Հուսամ, որ հետաքրքիր զրույց կունենանք։ Մոնիկա ջան, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Սա ինձ համար հետաքրքիր փորձառություն է, որովհետև առաջի անգամ եմ այսպես խոսում։ Նախկիներում եղել է պայուսակների բրենդի հետ կապված, բայց զգացել եմ, որ պատրաստ չեմ ինքս տեսախցիկի առաջ խոսելու, չնայած որ հիմա մի փոքր որ պատմեմ իմ մասին, ես ինքս լուսանկարիչ եմ ու բոլորի համար դրա մասին անպայման զարմանալի է, որ ես կոմպլեքսներ ունեմ տեսախցիկի դիմաց խոսելուց, բայց ես իրոք ունեմ կոմպլեքսներ։ Բայց ինչի՞ց է ստացվել, որ դուք նույնիսկ շատ ակտիվ եք համացանցում, այո, Instagram-ում բավականին մեծ լսարան ունեք, ոնց է ստացվել, որ կարողացել եք այդ կապը ստեղծել լսարանի հետ, չնայած որ ասում եք, որ այդ իմաստով տեսախցիկից վախեր ունեք։ Շփում ամեն դեպքում կրկին հեռախոսի հետ է, ոնց է տեղի ունեցել դա։ Ճիշտն ասած, չգիտեմ, երևի շատ եմ տրամադրվել, համագործակցություն լինելուց հետո երևի մի 2 օր տրամադրվում եմ դա նկարելուն, չնայած որ ոչ մեկ դա չի ասի, բոլորը կարծում են թե դա ինձ մոտ շատ հեշտ ու արագ ստացվում է, բայց չէ, ես շատ դժվարությամբ եմ նկարում, անգամ story թեկուզ անելուց, երբ պետք է ես խոսեմ, ես խուսափում եմ, որովհետև ես այդ չեմ կարողանում հեշտությամբ անել, դրա համար ինձ շատ դժվար է տրվում դա, բայց երբ սկսում եմ, ես ինձ ազատ եմ զգում, պարզապես այդ կոմպլեքսները սկսելու է դժվար ստացվում։ Կարևորը սկիզբը եղավ, արդեն մնացածը հեշտ է հաղթահարվում։ Ուզում եմ, որ ամեն դեպքում այս թեմային էլ կանդրադառնանք, կխոսենք, բայց սկսենք ձեր մասնագիտությունից, փորձենք հասկանալ, թե ով է Աստղիկը եւ ինչ կրթություն ունի, հետո հասկանանք, թե ինչպես բիզնեսը ստեղծվեց։ Ձեր մասին կխնդրեմ պատմեք։ Ես ուրեմն սովորել եմ Երևանի ճարտարապետաշինարարական Հայաստանի ազգային համալսարանում, նույնքը պոլիտեխնիկում, այդտեղ ավարտել եմ դիզայնի բաժինը, այնց սկզբից էլ կար հակասություն, որ բաժինը ընտրել, հագուստի դիզայն, թե ինտերիեր դիզայն, բայց հաղթեց ինտերիերը, բայց հայրիկս էր միշտ ասում, որ դու շատ լավ շորեր կկարես։ Այդ միտքը միշտ ոնց որ ինձ ուղեկցում էր իմ ամբողջ կյանքի ընթացքում, մինչև այս վերջի տարին, որ ես որոշեցի, որ ես ինքս էլ փոքրուց միշտ ցանկացել եմ կարել սովորել։ Այս ժամանակ, երբ մենք պոլիտեխնիկում մեծ տախտակներ ունեինք, ու այդ տախտակները ոչ մի կերպ ոչ մի բանի մեջ չէր տեղավորվում, մենք ստիպված կարում էինք մեր համար պայուսակներ, կային մարդիկ, որ կարել էին տալիս։ Մի խոսքով բավականին դա մեծ էր, երևի 1.5 չեմ հիշում ինչ չափի, ու դա մենք ամեն օր տանում էինք, նու ոչ ամեն օր, բայց տանում բերում էինք մեզ հետ։ Մի խոսքով այդտեղից պայուսակներ էի կարում, անգամ ռյուքսակներ էի կարում իմ համար։ Ձեր գործը հեշտացնելու համար։ Հա, որ տարբերակ չկար։ Մի խոսքով իրականում պոլիտեխնիկում սովորելը ինձ շատ օգնում է հիմիկվայի մասնագիտությունում, որովհետև մանրակրկիտ այդտեղ դետալներ էինք անցնում, արխիտեկտոնիկա առարկա կար, որ անգամ այս դետալները ոնց էինք ստանում, նույնքը թղթով էինք փորձում սենց բաներ հավաքել, ովքեր գիտեն դա ինչքան դժվար է այդ արխիտեկտոնիկան, թղթի վրա մակետներ էինք հավաքում ու բավականին դժվար էր, հերիքա մի հատիկ տեղ սխալ ինչ-որ մի բան ու ամբողջ սուղտը փչանում էր ու պետքա նորից արվեր, նույնն էլ գունանկարի մեջ, որ մանրանկարչություն էր արվում, մի խոսքով այդ ամենը, այդ մանր աշխատանքը ինձ օգնում է իմ ներկայիս գործում, երբ որ ես ուլունքներով եմ աշխատում, ասում են ինձ ինչքանով է ներվերը թերիքում, ես նման գործերում բավականին համբերատար եմ։ Մի խոսքով ես չգնացի այդ ուղղությամբ ինտերիեր դիզայնով, բայց այն ինչ որ սովորեցի։ Բայց հարձակ չեք աշխատել նույնիսկ այդ ուղղությամբ։ Չէ, գրաֆիկ դիզայնով եմ աշխատել, անգամ ուսանող տարիներից, երկրորդ կուրսից սկսած գրաֆիկ դիզայնով եմ սկսել զբաղվել ու նաև ընթացիկ սկսեցի մարքեթինգով զբաղվել, SMM-ով, ու քիչ-քիչ այդպես շեղվեցի դեպի մարքեթինգ, գնացի տարիներով տարբեր էջեր եմ վարել, տարբեր ընկերություններում եմ աշխատել։ Մի խոսքով ոլորտս հիմնականում եղել է վերջին 6-7 տարիներին մարքեթինգի ոլորտում։ Ամեն դեպքում բիզնեսի հետ կապի մեջ եք եղել, այնպես չի որ միանգամից այդպես սպոնտան է ստացվել որոշումը։ Այդ կապը կամաց շղթայաբար բերել հասցրել է Modenzi ստեղծմանը, ճիշտ եմ հասկանում։ Այո, այն ինչը որ ես նախկինում արել եմ, այդ ամեն ինչը հիմքն է եղել, որ ես հիմա հեշտությամբ կարողանամ իմ բիզնեսը զարգացնեմ։ Այ մինչև բիզնեսին հասնելը հետաքրքիր է
իրականում շատ են այսօր քննադատությունները, որ այն կրթությունը, որ համալսարանները տալիս են, չի համապատասխանում հետագայում բիզնեսի առաջարկներին, այսինքն թե ինչպես պիտի մասնագետը իրեն դրսևորի, ինչ հմտություններ պիտի ունենա, դուք հակառակ կողմից մոտեցաք, ասելով, որ բավականին մեծ փորձ է եղել ձեզ համար հմտություններ։ Ուզում եմ այդ մասով էլ մի փոքր հասկանանք, որքանով է համալսարանական կրթությունը այսօր արդյունավետ աշխատում։ Իրականում մյուս համալսարանների մասով բնականաբար չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց ես իմ համալսարանից շատ գոհ եմ եղել, թե դասախոսներից, թե մոտեցումներից, թե մեր առարկաներից, որոնք որ այդ պահին մենք բարկանում էինք, ասում էինք ինչի ենք մեզ այս ամեն ինչ անցնում, մենք ինտերիեր պետք է անենք, ինչ է այս նկարչությունը օրինակ մեր համար, բայց այդ ամեն ինչը զարգացնում էր մեր միտքը, մեր ուղեղը, մեր մտածելակերպը, ինչի՞ չէ, մի խոսքով այդ ամեն ինչը ինձ շատ-շատ ա օգնել։ Ես համարում եմ, որ դա է եղել իմ այսօրվա թե լուսանկարչության մեջ, որովհետև անգամ լուսանկարություն մենք անցել ենք համալսարանում։ Ճիշտ է, ոչ այնքան խորացված, ոչ այնքան որ ինձ դա կարող օգներ։ Այդ կայծը եղել է ամեն դեպքում։ Հենց համալսարանում է։ Հենց համալսարանում մենք անցել ենք լուսանկարություն ու հիմա որ հետ եմ նայում, չէ, այդ ամեն ինչը ինձ պետք էր ու ես գոհ եմ, որ հենց այդտեղ եմ ընտրել ու այդտեղ եմ սովորել։ Գովաս չեմ անում, բայց իրոք գոհ եմ եղել։ Գանք բրենդի ստեղծմանը, ինչպես ստեղծվեց Modenzi-ն եւ ինչու Modenzi։ Modenzi ճիշտ ասած բառը հորինված է, երկար եմ մտածել այդ բառի նախորդ անունը Emotion DA բավականին երկար էր ու այդ ժամանակ ավելի երիտասարդ էինք, պայուսակների բրենդի մասին է խոսքը։ DA-ը դա իմ ու ամուսնուս անունների առաջին տառերն են, Դավիթ, Աստղիկ, երիտասարդական հետ մեր անվանումով ինչ որ երկար բան ստացվեց զգացմունքից ելնելով, բայց հետո որոշեցինք, որ անունը երկար է ու կարելի է ինչ-որ ավելի ու չէին հիշում մարդիկ, շատերը ձանձրալի էր այդ անունը իրենց համար երկար հիշել, իսկ Modenzi-ն մոդա բառի հետ էր կապված, վերջավորությունը ճիշտ ասած տարբեր փորձեցի ուրիշ անելիքը, բայց չգիտեմ, ուղղակի դա դուր եկավ ու տարբեր, այսպես է չէ, որ երբ ինչ-որ մի բան ուզում ես կարծի 5 հոգու հարցրու, եթե ինչքան դրականը շատ լինի, ուրեմն մի խոսքով այդպես հարցուփորձեցի, բոլորը հավանում էին, բոլորին հետաքրքիր էր, հնչելի էր։ Մի խոսքով այդպես կանգ առանք Modenzi, իսկ բրենդի ստեղծումը սկզբում երբ որ սկսեցի պայուսակների բրենդով զբաղվել, այդ ամեն ինչ ինչու պայուսակներ։ Ինչու պայուսակներ։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, դա եղել է COVID-ի շրջանում, դրանից առաջ ես ուզում էի կրկին կարել սովորել, հետաքրքրվում էի տարբեր տեղերում զուգահեռ մարքեթինգին, որովհետև մարքեթինգի այս ամբողջ ընթացքում իմ կյանքում եղել է մինչև 24-ի դեկտեմբեր։ Դրանից հետո են դադարել իմ մարքեթինգային համագործակցությունները, ես ուզում էի զուգահեռ կարել սովորել, բայց COVID-ը եկավ ու բոլոր տեղերը փակվեցին ու այդպես նորից այդ երազանքը քնեց։ Ու ամեն պրոյեկտ վերցնելուց մտածում էի, որ լավ, սա էլ անեմ, էլ չեմ անի, էլ կհրաժարվեմ, էլ չեմ անի, կանցնեմ, մի խոսքով այդպես ձգձգվում էր ու այս 5-6 տարին, քանի 5 տարի կա չէ COVID-ին։ Մի խոսքով այս տարիների ընթացքում ես անդադ ուզում էի կարել, բայց այս տարի զգացի, որ այնքան եմ հոգնել մարքեթինգից, որ էլ չեմ ուզում բացարձակել չեմ ուզում շարունակել, որովհետև 24/7 կապը, անդադ նոր իդեաներ գեներացնելը, այդ ամեն ինչը շատ հոգնեցնող է մտքի համար ու անդադ տարբեր մարդկանց հետ կապի լինելը մի խոսքով որոշեցի, որ կտրականապես հրաժարվում եմ։ Դե արդեն պահը հասունացել էր սովորելու, սկսեցի Ատեքսում կարի դասերի գնալ։ Ես ճիշտ ասած հիմա հագուստը ես չեմ կարում, իմ դերձակն է կարում։ Մինչև որ ես ավելի կհմտանամ ու այդ ամբողջը կսկսեմ նաև ես էլ կարել։ Պայուսակների արտադրությունը ինչպես սկսվեց ու առաջին օրինակը որն էր, այ հիշում եք։ Հա, հիշում եք մինչև հիմա ձեզ համար է եղել թե արդեն վաճառքի համար։ Մի հատ բան կասեմ, որ կարող է չհավատաք, բայց կոշկակարի ոդկը կոշիկ չկա, ես պայուսակ չունեմ։ Ես իմ պայուսակներից չունեմ, իրականում առաջին մոդելը կարծեմ քանդել եմ, որովհետև շատ սխալներ կար, թելերը պոկվում էր։ Միտքը չեմ կարող, Pinterest է իրականում թերթում, COVID-ն էր, ու որ զբաղվելու բան չկար, մարքեթինգը էջերը դադարացված էր, ազատ էինք, տանն էինք ու այդպես թերթելով միամիտ հասկացա, որ ես կարող եմ դա սարքել։ Ու այդ ժամանակ կարելի է ասել ես առաջին մարդկանցից էի, ովքեր մարգարտի պայուսակներ սկսեցին սարքել։ Դա
6 տարի առաջ։ Դրանից 1-2 ամիս հետո սկսեցին արդեն տարածվել այդ մարգարտից պայուսակները, բայց ես իրոք ունեի մոդելներ, որոնք բացարձակ հորինված էին ու տեսնում էի, ես շատ մեծ աշխատանք էի անում էջում, թե նկարահանումները, թե մոդելները, ամեն ինչը ինքս էի անում։ Այդ ժամանակ արդեն գնացինք տեսախցիկ սիրողական, որովհետև չէի մտածում, որ հետագայում լուսանկարիչ էլ կդառնամ։ Ես էի նկարում, ընկերուհուս էի խնդրում գալիս էր նկարվում էր, որպես այդպեսին չեմ կարողացել ինչից սկսվեց, երևի զուտ Pinterest-ը թերթելուց, որ հասկացա, որ ես դա կարող եմ։ Սկզբում ինձ համար, հետո հասկացա, որ լավ է, ստացվում է։ Սկսեցի վաճառել Made-ում, Made խանութ սրահում բավականին լավ էր վաճառքները։ Քանի օրինակ եք վաճառել սկզբում։ Առաջին ամսվա ընթացքում, չեք պատկերացնի, բայց COVID-ի շրջանում բավականին լավ վաճառքներ սկսեցին գնալ։ Երևի 2-3 տարի անընդմեջ կարում էի, պատվերները լինում էին, գովազդներ էի միացնում, սկսեցի Made-ի հետ աշխատել, Made-ում էլի շատ լավ էին վաճառքները։ Հետո դադարեցի պայուսակների ստեղծում այն ժամանակ, երբ հղիացա, որովհետև շատ դժվար էր արդեն այդքան երկար փորով նստել ուլունքների գործելու վրա։ Ինչքան ժամանակ է տևում մեկ պայուսակը, թե արդեն դիզայնից էլ է կախված։ Դիզայնից էլ է կախված, ամենափոքր հասարակ տարբերակը երևի մի 2 ժամ, ու մինչև արդեն մեծերը, մանրները 3-4 օր ավել։ Բավականին մանրակրկիտ աշխատանքի դեպքում։ Ամբողջ Հայաստանից էր հումքը, ճիշտ եմ հասկանում։ Հա, հումքը Հայաստանից էր, միտք կար իրականում պատվիրելու բերելու, բայց կա մարգարտի որակային տարբերություն, կա բարձր որակի պլաստմաս ու կա ցածր էժանագին պլաստմաս, ու միշտ մտավախությունը կար, որ հնարավոր է վատ տարբերակը գար, ու միշտ այսպես աչքի թող էի անում ու չէի պատվիրում, այդպես էլ միշտ այստեղից էի առնում, բայց խնդիրը կար միշտ, որովհետև որակից Այստեղի որակից գոհ եմ, որովհետև կա տարբերություն, բայց այստեղի վատն էր, որ թանկ էր ամեն ինչը, օրինակ, եթե նյութի ինքնարժեքը ինձ գալիս էր մոտ 7-8 դրամ, ես դա վաճառում էի ժամանակ 12-13 դրամ, ու մարդիկ անգամ դա էին ասում, որ թանկ է, մի քիչ մեծերը արդեն մինչև 20 էր տատանվում, բայց դրա աշխատանքը մոտ 2-3 օր, ու մարդկանց երբ բացատրում ես, որ դա ձեռքի աշխատանքը, նյութավճարն է այստեղ, ամեն դեպքում հասկանում, ով չի ուզում հասկանալ, չի հասկանում, որ դա ձեռքի աշխատանք է ու նյութը բավականին թանկ է։ Միշտ ասում են, չէ, որ հայկականը բավականին թանկ է։ Դա հենց այդ հումքի թանկությունից է գալիս։ Իրականում շատ, այո։ Հենց կտորի ոլորտում, հենց մարգարտի ոլորտում ու նաև շատ մոդելներ կան, որ գնալով սպառվում է ու նորը չեն բերում։ Հենց հիմա մենք ունենք Atlas-ի մի հատ շատ լավ որակի եմ գտել ու դա վերջին թոփն է մնացել ու իրենք ասում են, որ հնարավոր է դա չստանան, բայց ես ամիսներով փնտրել եմ այդ կտորը ու ես չգիտեմ, որ այդ վերջին թոփը որ վերջն է, ես ուրիշ ինչ փոխարինող Atlas եմ գտնելու։ Նույնն էլ մարգարտում էր, մարգարիտների դեպքում էր, որ վերջանում էր, ինչ որ մի ֆորմայի մարգարիտը ու ասում են, որ էլ չենք ստանալու։ Անգամ կային, որ տարիներով այդտեղ մնացել էր, իրենք էլ չէին ներմուծում, դրանք սպառվում էր ու վերջել իրենք չէին բերում, որովհետև ասում էին բանջարք չկա։ Ուսումնասիրել եք ինչ շուկաներում կան դրանք, հնարավոր է արդյոք բերել, տարբերակներ կան այդ կոմունիկացիայի։ Տարբերակներ կան, ճիշտ ասած արդեն մտածում ենք թե կտորի, թե մարգարիտի, որովհետև ամեն դեպքում հիմա աշխատանքները մարգարտով եմ անում շորերի վրա։ Դեռ չգիտեմ հետագայում ոնց կլինի, բայց ամեն դեպքում ուզում ենք ներմուծում էլ, որ մեր հումքը դրսից բերենք, որ միշտ խնդիր չունենանք այստեղի սպառման հետ։ Իսկ ներկրման հետ կապված ինչ խնդիրներ կան, ուսումնասիրել եք այդ մասով, թե դեռևս այդքան խորացված այդ ուղղությամբ չեք գնացել։ Ճիշտն ասած երևի կասեմ, որ դեռ այդքան չենք խորացել, կա տարբերակ Դուբայից, կա Հնդկաստանից, ամեն մեկը իր խնդիրները ունի, ամեն մեկի մաքսային այդ վճարներն է տարբեր, դեռ լավ չենք հետաքրքրված, բայց հուսով եմ, որ կսկսենք շուտով այդպես անել։ Շատ լավ, պայուսակներից հետո ինչպես որոշում կայացվեց, որ պիտի հագուստ լինի, շարքը պիտի համալրվի։ Հենց երևի տարբերվելու համար,
որովհետև ուզեցի միքս անեմ, ճիշտն ասած ամբողջը մարգարտային հագուստներ ստեղծելու միտք կար, բայց հետո հասկացա, որ դա շատ մանրակրկիտ է ու դա կարող է իրոք չդիմանամ այդքան, բայց միքս անել հագուստը ու մարգարիտը շատ սիրուն ու շատ պահանջված է այս պահին, շատ տրենդ է ու հասկացա, որ հենց իմ տարբերվող ձեռագիրը կարա հենց դա լինի, մարգարիտը միքսել հագուստի վրա տոնական ու ինչի՞ չէ նաև առօրյա, որովհետև կորսետներ կան, որ իրանց վրա մարգարիտները հավաքած ու դա հանգիստ կարա առօրյա գրելու լինի, ոչ տոնական։ Ես մեր ամբողջ հավաքածուն սպիտակ է, բայց ես չեմ ուզում, որ դա լինի հարսանեկան։ Ես ուզում եմ, որ դա լինի թե առօրյա, թե տոնական։ Ինչ որ գաղափար եք դրել դրա մեջ, որ սպիտակը պարտադիր պիտի շատանա։ Երևի թե սկզբում նրանից, որ ես սպիտակ շատ եմ սիրում, բայց դա էլ է փոխվել, որովհետև երբ ավելի երիտասարդ էի, ես չէի սիրում սպիտակ հագուստակներ, որովհետև դա շատ շուտ կեղտոտվում էր, բայց վերջին տարիներին, երևի վերջի 2 տարին շատ եմ սիրում սպիտակը ու բաց երանգները, ու որոշեցի, որ սկիզբը պետքա լինի հենց սպիտակով։ Մենք սկսելու ենք նաև գունավոր տարբեր գույների հագուստներ կարել, բայց սպիտակը կմնա մեր, հա։ Ձեր թելադրած այդ գույնը որքանով է համապատասխանում հայաստանյան շուկայի պահանջներին եւ հայ կանայք որքանով են այսօր ընկալում այդ ոճը, որը դուք եք թելադրում։ Երևի եթե հետաքրքիր լինի հագուստը ու գրավիչ լինի մարդկանց համար, իրենք էլ կսկսեն սիրել, շատ դժվար է իրականում մարդկանց սիրել տալ սպիտակը, որովհետև շատերը մտածում են, որ օրինակ երբ որ չափերով մի քիչ թմբլիկ է լինում, մտածում է, որ սպիտակը իրեն չի սազի, կամ եթե մարդը մի քիչ մտածում է, որ ինքը շուտ աշորը կեղտոտում, էլի է դեպքում այո, բայց ես ուզում եմ բոլորը սիրեն սպիտակը, պարզը, մաքուր է, որովհետև ինքը ճիշտ է իրան պահելը շատ դժվար է, բայց գույների մեջ ամենաշքեղ գույնն է ինձ համար։ Ու հատկապես երբ համադրվում է մարգարիտի հետ։ Ոնց եք կարծում Հայաստանում վերջին տարիներին կանանց ճաշակը որքանով է փոխվել, այս զարդերի իմաստով մենք հյուր ունեցել ենք, քննարկել ենք այդ հարցի հետ ու բավականին կարծես թե լավ տենդենսներ կան այդ իմաստով, հագուստի ոլորտում ինչ փոփոխություններ կան։ Փոփոխություններ կան ու երևի թե հենց արտադրողը ինքն է ոճը թելադրում, ինչքան էլ որ կան տրենդներ, ինչքան էլ որ մարդիկ գնում են տրենդների հետևից, որովհետև հենց ինքը արտադրողն է թելադրում։ Դուրս է գալիս ինչ-որ մի տրենդ, բոլորը գնում են այդ տրենդի հետևից։ Տարվա համար գույն է որոշվում, բոլորը փորձում են այդ գույներով համադրություններ անել։ Ու նույնպես երբ որ արտադրողը դրում է հստակ մոդելներ ու հստակ ոչ, դա եթե կարողանում է ճիշտ մատուցել սպառողին ու սիրել տալ, ստեղծում է տրենդ։ Ես տրենդ որպես այդպիսին զուտ տրենդերն է, ինչ որ մարդը սիրում է ու ինչ իրեն սազում է։ Այդ իմաստով ուզում եի հարցնել, արդյոք դուք այնպես եք անում ձեր արտադրանքի մեջ, որ եւ տրենդը պահպանվի եւ ձեր ոճը ունենաք։ Այսինքն, եթե տրենդը գա ու անցնի, ձեր արտադրանքը, հագուստի ձևը, ոճը, գույնը երբեք այսպես տրենդից դուրս չմնա։ Սպիտակը հատկապես ինձ թվում է չի մնա։ Օրինակ մարգարիտը մի շրջան որ տրենդային դարավ, մի քանի տարի առաջ, 3-4 տարի առաջ։ Հետո դուրս եկավ։ Այդ նույնը պայուսակները շատ ուժեղ մոդա դարան։ Հետո շատ արագ անցան, որովհետև մի հատ ընկայծեր եղավ ու գնաց։ Դրա համար ես երկար չկարողացա իրանով զբաղվել, որովհետև այլևս մարդկանց հետաքրքրությունը կորեց այդ պայուսակների հանդեպ։ Բայց մարգարիտը դա խոսքս տեսած կլինեք բյուրեղապակյա քարերով տարբեր գույների պայուսակները ուլունքներից։ Դրա տրենդը անցավ, բայց մարգարիտը կմնա ու կլինի միշտ որպես ամենականացի, ամենանուրբ դետալը, թե աքսեսուարների ոլորտում, թե հագուստի հետ համադրելիս։ Ինձ թվում է դեռ դա որպես զարդ, ինձ թվում է դա դեռ երկար կմնա։ Այն ժամանակ մեր տատիկները անգամ օգտագործել են, կրել են մարգարիտներ, ու մինչև օրերս տրենդային ամնում։
Այ ձեր արտադրած հագուստը ինչ process-ներ է անցնում։ Կուզեմ այդ փուլերը նկարագրեք։ Ոնց է դիզայնը արվում, դերձակի այդ աշխատանքը, հետո վաճառքի փուլը արդեն, նաև դրան զուգահեռ այսօր մենք գիտենք, չէ, որ բիզնեսը համացանցում ավելի լավ է վաճառվում եւ եթե բիզնեսը չկա համացանցում, դա բիզնեսի համար մեծ խարան է վատ իմաստով։ Ու երկար չի գոյատևի։ Այո, այդ մասով էլ կասեմ, ոնց եք հաշվի նստում այդ հանգամանքի հետ։ Իրականում օրեր առաջ բացվեց մեր ատելյեն, մինչ այս պահը մենք կարում էինք տան պայմաններում ու վերջերս երբ տեղ ունեցավ մեր ցուցադրությունը հագուստի, այդ ամբողջ տեսականին կարվել էր տան պայմաններում, բայց արդեն հասունացել էր պահը ատելյե բացելու, արդեն մենք հիմա այս պահին համալրում ենք պակաս սեղան, աթոռ այդ ամեն ինչով, հենց 3 սեղանը բերեցին, ձևարարի սեղանը, բավականին մեծ չափերի սեղան է դա, քիչ-քիչ համալրում ենք, որպեսզի արդեն համալրենք նաև թիմը դերձակներով ու սկսենք ավելի մեծ քանակությամբ, այո, եւ այս պահին շատ մեծ ցանկություն կա casual ավելի առօրյա հագուստի արտադրության, թե շապիկներ, թե ինչ որ հագուստներ, ոչ միայն տոնական, որովհետեւ խանութում, կտոր խանութում վաճառվում է միայն տոնական հագուստներ, թե կորսետները, թե կիսաշրջածքեսները, շորերը, մի խոսքով ամեն ինչ ավելի տոնական է, բայց հիմա ցանկություն կա ավելի առօրյա հագուստ արտադրելու։ Դրա համար պետք է ավելի մեծ թիմ, ինչպես է այդ ամբողջ process-ը ընթանում, ես էսքիզներ եմ անում, մոդելներ եմ մտածում, Pinterest եմ նայում, թերթում ինձ շատ օգնում է։ Սա ինքնակրթության արդյունքում է եղել, քանի որ դուք ինտերիեր դիզայն եք, սա ճիշտ եմ, չէ՞, հասկանում, որ հագուստի մոդելավորման ուղղությամբ դուք ինքնուրույն եք ամբողջ գիտելիքը։ Ես չեմ սովորել ինչ որտեղ, ես ատեքսում սովորում եմ կարելու տեխնիկան, մոդելավորումը, բայց էսքիզներ, իդեաներ գեներացնել այդ ամեն ինչը արդեն գալիս է ներսից, մտքից, ինքնուրույն։ Ինչու որոշեցիք ամեն դեպքում, որ տոնական հագուստի սկզբանը պիտի կարվի։ Ճիշտն ասած, սպիտակը թելադրեց դա։ Երևի ինչ որտեղ, ունենք նաև շապիկներ հասարակ, բայց էլի սպիտակ, բայց երևի ամեն դեպքում հենց սպիտակ գույնը թելադրեց, որ դա լինի սկզբում տոնական։ Հետո արդեն անցում կատարենք ամենօրյային։ Ինչ շեմ եք այսպես սահմանել ձեր բրենդի համար ու դրան եք ցկտում այս պահին հասնել։ Այդ նշաձողը որն է ձեր հաղթանակի սպասվելիք։ Ճիշտն ասած, պլանները իրականում շատ ավելի մեծ են, բայց երևի կասեմ ամենամոտ ցանկալի նպատակը խանութ սրահ բացելն է, ոչ տոնական, այլ առօրյա հագուստների, ինչու՞ չէ կարա լինի նաև տոնականը, թե կանացի, թե տղամարդկանց, խանութ բացել է երևի, թե որտեղ կլինի ներկայացված, թե ամենօրյա, թե տոնական հագուստներ ու ոչ միայն սպիտակ, նաև տղամարդկանց հետագայում հագուստ կարել է, ինչի՞ չէ նաև մանկական խոսքով պլանները շատ են, չգիտեմ ինչքան ամեն նշաձողից հետո նոր պիտի սահմանվի։ Համացանցի մասով ներկայացվածությունը բիզնեսի որքանով եք կարևորում, այ դուք բավականին մեծ թվով լսարան ունեք նաև այդտեղ ձեր էջը, ոնց է աշխատում, այ երկուսը իրար օգնում են, ատելյեն մյուս կողմից, կայքը մյուս կողմից կայք եմ ասում, համացանցում ներկայացվածությունը, էջի արկայությունը մյուս կողմից, որքանով են փոխլերացնում միմյանց։ Շատ լավ հարց է, որովհետև իրոք այս պահին այսօրվա դրությամբ, եթե դու չկաս համացանցում, ուրեմն քո բրենդը կարելի ասել գոյություն չունի։ Ես շատ լավ դերձակներ գիտեմ, մի քիչ տարիքով կամ մի քիչ այնպիսի, որ սոցիալական հարթակներում այդքան էլ գլուխ չեն հանում, ուր լինելով շատ լավ մասնակից չեն կարողանում առաջ գնալ, ճանաչելիություն ձեռք բերել ու պատվերներ ունենալ շատ, բայց այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց ավելի լավ ցուցադրել սոցիալական հարթակներում, իրենք ավելի մեծ հաջողություններ են գրանցում։ Ես լինելով մարքեթինգում մեծ գործունեություն ծավալած մարդ, ես գիտեմ այդ ամեն ինչի կարևորությունը, ես անգամ ֆոտոշութերը, վիդեո ռիլերը, որ անում ենք էջի համար, այդ ամեն ինչին շատ լուրջ եմ մոտենում, թե մոդելների արտաքինի, թե այնտեղը որտեղ որ նկարվում է այդ ամեն ինչը, ես այդ ամեն ինչի համար ոչինչ չեմ խնայում, որովհետև ես գիտեմ, որ դա է բերում վաճառքներ ու դա է զարգացնող հիմքը բիզնեսի։ Այնպես որ շատ կարևոր է։ Բիզնեսները այսօր գիտակցել են դա, որ ամեն դեպքում շեշտը պիտի դրա վրա դնել։ Գիտակցում են, գնալով ավելի շատ։
գնալով ավելի շատ մեծ տեղ են տալիս ոչ թե գումարով գովազդներին, այլ փորձում են օրգանիկ տարբերակով, ինչ որ լավ ռիլերով, բնական տարբերակներով, լավ կոնտենտ ապահովելով ճանաչելիություն ձեռք բերել, չնայած գովազդը միշտ կա ու կմնա շատ կարևոր մարքեթինգի մաս, որովհետև առանց գովազդի նոր լսարան ձեռք բերելը շատ դժվար է։ Մանավանդ որ հիմա լճացում է ու շատ է ամեն ինչից։ Այ մարքեթինգի մասով էլ այսօր շատ են այդ մարքեթինգով զբաղվող ընկերություններ, ովքեր իրենց ծառայություններն են առաջարկում, ում պիտի հավատալ։ Անկեղծ շատ դժվար հարց է դա, որովհետև իմ ընկերների ծանոթներից ինձ շատ են հարցնում edge վարելու հետ կապված, ես որ ասում էլ չեմ անում, ինձ ասում են իսկ ում խորտ կտաս, ու դա ամենադժվար հարցն է, որի պատասխանը ես չունեմ, անկեղծ ես ինքս էլ չգիտեմ, քանի որ վաղուց մարքեթինգային ընկերությունների հետ չեմ աշխատում էլ, դրա համար ինձ համար շատ դժվար է, ու շատ լավ ընկերություններ։ Ինչի հետևից չպիտի գնալ ամեն դեպքում, կան այսպես կետեր, որ եթե օրինակ ձեզ առաջարկվի կամ դուք փորձեք փնտրել այդպիսի ինչ որ ընկերություն, այ դուք երբեք չեք ընտրի նրանց, որովհետև այսա ունեն, սա են անում, սա այսպես են անում։ Կան ինչ որ այդպես սահմաններ։ Երևի թե անհատներին չեմ ընտրի, որովհետև անհատը շատ լավ կարա ամեն ինչ, բայց մի հոգին չի կարող անել թիմային գործ։ Բայց թիմայինի դեպքում էլ մի քիչ մեկը մյուսի վրա գցելու այդ պահը կա, չգիտեմ անկեղծ, ես ինքս կդժվարանամ շատ իմիջը ինչ որ մեկին վստահելու, չնայած որ ինձ թվում է այդ օրը կգա, բայց չգիտեմ, թե անհատական հետադարձ կապն է շատ կարևոր, թե կոնտենտի որակը, անգամ սթորիների ամենօրյա լինելը, այդ ամենը շատ կարևոր է ու չգիտեմ, մի հետադարձ վատ պատասխանի դեպքում կարա ամբողջ հեղինակությունը ընկնի edge-ի։ Դրա համար անկեղծ չգիտեմ, ես երբ դա կվստահեմ ինչ որ մեկի, մի քիչ կդժվարանամ սկզբում։ Ամեն դեպքում մենք այսօր տեսնում ենք, որ հայ կանայք ավելի շատ են բիզնեսում եւ թիվը գնալով աճում է, ավելի ինքնավստահ են դարձել, ավելի ինքնուրույն են դարձել այդ ֆոնին։ Ձեզ համար դա ինչ կարևորություն ունի, այ դուք եք բիզնեսում, ոնց եք տեսնում կնոջ դերը որքանով է բարձրանում բիզնեսում ներկայացված լինելուց եւ որքանով է կարևոր որ կանայք այս ոլորտում իրենց ակտիվությունը ունենան։ Շատ ողջունելի է իրականում, որ կանայք եւս այսքան ձգտող են մեր ժամանակաշրջանում, չնայած որ հիմա մի քիչ ավելի այդ սանդղակը բարձրանում է իրոք, կինը ավելի շատ է աշխատում ու ավելի կարիերայի հետևից ընկնելով մոռանում է ընտանիք, ավելի կարևոր բաների մասին ու երբ որ արդեն ավելի կայացած է դառնում, այլևս չի ուզում, որովհետեւ ինքը ավելի կայացած է, քան որ կարա լինի իր կողքի տղամարդը։ Մի քիչ ճիշտ ասած դա չեմ ընդունում, չնայած ամեն մարդ իր ընտրությունը ունի, իր որոշումները ունի, բայց ամեն դեպքում կարիերան այդքան էլ չպիտի լինի առաջին տեղում։ Ես լինելով ամուսնացած կին, իմ համար երբեք կարիերան չի լինի առաջին տեղում, որովհետև բալանսը այդ պետքա միշտ պահել։ Ընտանիք, բիզնես համատեղելը հնարավոր ամեն դեպքում։ Դուք այդ ճանապարհով գնում եք։ Անպայման։ Իմ ոլորտի շատ մեծ կանայք կան, որ շատ հեղինակավոր կանայք կան, որ ունեն 3-4 երեխա, բայց կարողանում այդ ամեն ինչը համատեղել։ Ուղղակի այդ բալանսը ճիշտ պահելու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Աշխատանքային գրաֆիկ գոյություն ունի, ոչ աշխատանքային օրեր գոյություն ունեն, երբ որ ամեն ինչը խախտվում է, բնականաբար խախտվում է նաև ընտանիքի անդորը։ Պիտի ճիշտ պլանավորել։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Կինետիկա հաղորդաշարի այս անգամվա իմ հյուրը Մոտենզի բրենդի հիմնադիր Աստղիկ Գալստյանն էր, իսկ ձեզ համար տաղավարում Մոնիկա Մամյանը աշխատեց, այսքան այսօրվա համար հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։